Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների մայրաքաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների և անօդաչուների հարվածների։ Առնվազն 13 մարդ զոհվել է, 90-ը վիրավորվել։ Ռուսական գրոհից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։ Գերատեսչությունը հարձակումը որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների։ Իր հերթին Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել Լուկոյլի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարին, հավելելով. «Կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը»։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հայտնել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդների հետ երկու փուլով հանդիպումներ են անցկացվել։ Առաջին հանդիպմանն իրանական պատվիրակությունը բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանի խախտման հարցը։ Երկրորդ հանդիպումը նվիրված է եղել իրանական ակտիվներից $6 միլիարդ ապասառեցմանը։ Կողմերը նաև որոշել են ստեղծել հաղորդակցության խողովակ, որի միջոցով կարձանագրվեն փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին առաջին պաշտոնական այցն է կատարել Հնդկաստան, որտեղ նրան ընդունել է վարչապետ Նարենդրա Մոդին։ Երրորդի այցի ընթացքում տեղի կունենա Հնդկաստան-Ճապոնիա 16-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Երկու ղեկավարները ներկա կգտնվեն նաև բիզնես միջոցառումների։ Հնդկաստանը և Ճապոնիան վերջին տարիներին մեծապես ընդլայնել են պաշտպանական և ռազմավարական գործակցությունը։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի, ավելի քան 11,000 մարդ վիրավորվել է։ Ըստ ազգային ժողովի նախագահի, վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու։ 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին գրեթե 40 վայրկյան տարբերությամբ։ Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետ ցնցում։ Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոքը։ Իսպանիայում տապի ալիքի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել։ Պորտուգալիայի իշխանությունները եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել։ Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 47 աստիճան Ցելսիուսի։ Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել շոքի ընթացքում չվերահսկվող տարածքներում լողալու պատճառով։ Տապի ֆոնին երկրում գրանցվել է լրացուցիչ 1000 մահվան դեպք։ Սաստիկ շոք է դիտվել նաև Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։